Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ հարգելի Վահան Սատյան, մեր հերթական հաղորդումն է, երրորդ հաղորդումը, եթե չեմ սխալվում, այդպես է, չէ, երրորդ հաղորդումն ասարներ մեջ։ Երրորդն, այո։ Ես կցանկանայի, որ դուք այս ընթացքում առաջացած տպավորությունները, կարծիքները, հանրության ձեր ելույթների վերաբերյալ, որտեղ գլխավոր մեխը հաղորդման դուք եք, ինձանից արդեն հոգնել են տարիներ շարունակ, դուք թարմ քամի եք հանդիսանում ասում, հետևաբար դուք ասեք, թե ինչ է կատարվում ձեր հաղորդումների շուրջը, հետագայում մենք կանդրադառնանք նաև ուշ թեմա ընտրենք, համեցեք։ Անշուշտ, շնորհակալություն Ստեփան մեկ անգամ էլ արձագանքները շատանում են եւ ավելի լավ կողմերը կարամ ասել արդեն շեշտում են այդ թեմաների կողմ, ասում են թե ինչքան գերադասելի է եւ տարբեր երկրներից է արդեն գալիս, ոնց որ նշեցի Իգոր անցյալ անգամ Գերմանիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Լոս Անջելեսից զանգահարեցին, ուզում ասեմ համ գրքերն են առնում, միաժամանակ կարծում եմ որ հետևողական որևէ ավելի ծանր բաներ կարան կանենք հայ ժողովրդի համար, ես կարծում եմ որ դա մեծ բան կանեմ թեկուզ իմ կողմից հայ ժողովրդի համար ոնց որ նվիրատվություն իմ կողմից, որը որ շատ հարկավոր մի բան է։ Ես մի քանի թեմայի մասին ուզում եմ խոսամ, կարող է այստեղից այնտեղ ցածկեմ թեմաների մեջ, բայց ես կարծում եմ որ ելի կարանք ոնց որ ասած համախմբվենք միտեղ, տեսնելով թե ինչքան կարևոր է այս թեմաները։ Մի ամիս առաջ ես զանգահարեցի Hartford ինչ էր ներողություն Ստեփան կարանք էլի սկսենք Ոչ, մի րոպե ուզում ես նայես որտեղից զանգահարեցի ես ընդհատում եմ որովհետև օլիմպիական թռիչքներ կատարելու ես էլ վարպետ եմ հիմա երեխայի ձայն եմ լսում ձեր կողմից պետքա բացատրեք ինչ երեխա է ինչա ձեր ընտանեկան դրությունը եւ ինչ վիճակում է թող լաց լինի ընդհատում ենք բայց դու պատմի քեզ մասին ինչ երեխա է ով է դու ով ես ամուսնացած չես քանի երեխա ունես որտեղ սա երրորդ հաղորդումն է մենք պետքա մինչև վերջ իմանանք դե իմ տղան է մի տարեկան անունը Դվին է հետո աղջիկս 9 տարեկան տեսակ կինս է թալին 9 տարի արդեն ամուսնացած եմ բայց դու 34 տարեկան ես չէ Այո ուրեմն ուսանող ժամանակ ես ամուսնացել թե այո այդ ժամանակ full time դպրոց full time գործ full time ընտանիք այ քեզ զարմանում եմ որ միջև հիմա մազերս էլ ունեմ ուրեմն եթե երեխան լաց չլիներ Դվինը չէ ասեցիր Դվինը լաց եղավ Դվին հա Այ քեզի բան, այս գաղտնիքը չպետք է բացվեր։ Երրորդ հաղորդումն է չգիտեք, ամուսնացած ես, ամուսնացած չես, ինչ ունես, ինչ չունես։ Սրանից լավ վիճադեպ չէիք սպասում հաղորդման ժամանակ։ Իսկ դու պահանջում ես անջատել, որպեսզի չլսենք, չիմանանք եւ այլն։ Ամեն ինչ լավ է։ Դե ընդհատվեց այդ բանով։ Բանջար, Շարանս սա կյանքի ռիթմ է կոչվում։ Մենք ընդհատելու կարիք չունենք։ Բարձաբանում ենք եւ Եթե կարծում եք, որ կարանք շարունակենք այդպես, թող այդպես լինի։ Եթե նույնիսկ ընթացքում երեխաներից մեկն ու մեկը մոտենա, չհամարես, որ դա խանգարվում է, դա պարզապես բոլոր դիտողների համար հաճույք է, լիարժեք ընկալել քեզ, որովհետև հոգեբանական գիտությունների դոկտորը հասցրել է արդեն 9 տարեկան երեխա ունենա, մեծ փոքրն մի տարեկան, եւ խոստանում է, որ էլի պիտի ունենա։ Այսինքն դուրս եկավ, որ մենք գտնվում ենք ոչ միայն Վահան Սեթյան գիտնականի, այլ նաև հայ ժողովրդի փառապանծ զավակի առջև իր բոլոր հմայքներով ու պարտավորություններով։ Դե հիմա շարունակի հանգիստ կլսենք։ Հա, շարունակենք, շնորհակալություն Ստեփան։ Մի ամիս առաջ ես զանգահարեցի Hartford ջերմարանին, Connecticut նահանգում է գտնվում,
այն բանով, որ ուզում է ես Մարտիրոս Անանիկյանի գրավորների մասին իրանց հետ հետաքրքրվեի, կարծում եմ դուք գիտեք իր գրավորները։ Ինքը հայկական դիցաբանության վրա ահագին մեծ աշխատանքներ է արել 20-րդ դարի սկզբում։ Իր գիրքը ես գտա, կարդացի ու այնպես հակառակ է իմ տեսանկյունից, որ ես զարմացա, որ այդ մարդը տիրապետելով իրենց ասած, տիրապետելով 10 լեզու, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն եւ այլն, կարողանում էր այսպիսի բաներ գրել ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դիցաբանությունը կապում էր ավելի շատ պարսիկներին, քան թե հայերին։ Ես անձնապես ուզում էի իր փաստերի հետևից գնայի, ես չկարողացա գտնել։ Դա շատ հետաքրքիր էր։ Օրինակ, հիմա ծախում են իր գիրքը։ Նա մահացավ 1924 թվականին, այս գիրքն է, կարող է տեսած լինեք, Armenian Mythology։ Ես չէ, ես անձնապես ոչ։ Մարտիրոս Անիկյան։ Պարզապես նա ինքը ասում է հենց առաջի էջում, որը որ դա բոլորովին հակառակ է հայ ժողովրդի համար, ասում է, որ միջև հայ ժողովուրդը այնտեղ գնալը Արարատյան լեռնաշխարհ, ուրիշ ավելի հին հնագույն ժողովուրդն այնտեղ ապրել, դա սխալ համար 1։ Երկրորդը նա նշում է, որ հայ ժողովուրդը նվաճումներ է կատարել Ուրարտու, իրենց քաղաքակրթությունը վերցրել է իրենց դիցաբանությունով ասենք թե, ու նա հիմա հայ ժողովուրդը ոնց որ վերցրել է այդ Ուրարտուի թե դիցաբանությունը, թե քաղաքակրթությունը, թե իրանց շնորհքը եւ այլն։ Միաժամանակ նա նշում է, որ առաջերտին Արամազդը պարսկական է եւ ուրարտական է միաժամանակ, երկրորդը նշում է, որ անկասկած ասում է, որ Անահիտը պարսկական է։ Պարսկական դիցաբանության որևէ բան։ Իմ կարծիքով դա տրամաբանությունից բոլորովին հեռու մի բան է։ Մանավանդ որ ժամանակը, որ նայում ես ժամանակի ընթացքը եւ համատում ես լեզվաբանության կողմից, դիցաբանության կողմից, չի համընկնում իրար հետ։ Դրա համար ես զարմացա, թե նա ոնց էր կարողանում 10 լեզու տիրապետելով, իրանց ասելով ինքը ջուդեո-քրիստիան իսլամական միասվածություններ էր անալիզարել եւ այլն։ Նա դա իմանալով այդ կողմից կարողանում է այսպիսի բաներ գրել, հրատարակվել ինտերնետով, սա հիմա կա, ուզում ասեմ մյուսները կարդում են, սա իրանք օգտագործում են որպես զենք։ Հիմա եթե ես բանավեճի մեջ մտնեմ, ասենք թե պարսիկի հետ, թե ամերիկացու հետ, նա սա նշելու է։ Նույն բանը ասենք թե թուրքերը կնշեն Ռիչարդ Հովհաննեսյանի գրավորները, ասում են նայեք, ինքը ձեր պատմաբանն է, այսպիսի բաներ է գրել։ Դուք ինչ եք հակառակվում իրեն, որ նա ասում է, որ դուք եք նվաճումներ արել այդ հողին, հիմա նույն բանը մենք ենք անում։ Տեսնում եք, հայ պատմաբան այսպիսի բաներ է գրվում, հիմա մեր ոնց որ ասած մեր կռիվը առաջերտին այս սխալները ուղղելն է, ու մենք չենք կարող մենք անտեսենք այս բաները ու առաջ գնանք միաժամանակ։ Առաջերտին այս սխալները պետք է ուղղենք։ Եթե մենք չիմանանք որտեղ է այս սխալները, մենք չենք կարող իմանանք թե մեր հիմքը ճիշտ է, թե սխալն է։ Արդեն առաջի էջը, քանի որ սխալ հիմքի վրա է հիմնված, արդեն մնացած բաները արդեն սուտ է լինում։ Նայեք, հիմա ինքը միջև սկսել առաջի էջը, նա նշում է, որ ասենք թե թուրքերը ջարդել են հայերին։ Մենք կարանք սա գովենք, ասենք թե այս նախադասությունն է իրան, ասենք օքեյ լավ, մենք իրան վերցնում ենք որպես գովելի մի պատմաբան, բայց դա չի նշանակում, որ մնացած էջերում նա կարա ստի ու մենք էլի ամբողջովին իրանք շնորհակալություն հայտնենք, չի ստացվում, կամ ճիշտն ես գրում, կամ ընդհանրապես մի գրեք։ Ուղղակի ես եթե 10 լեզու գիտեմ, դիցաբանությունը ես անալիզ եմ արել, ես չեմ կարող այսպեսի սխալներ թույլ տամ, բայց ինքն դա արել է։ Ու այն է հետաքրքիր, որ այս կեղծարարմունքները սկսվեց, կարամ ասեմ 20 տարի ջարդից առաջ եւ մինչեւ հիմա գալիս է։ Դրանից առաջ որևէ sense կեղծարարություններ չկար։
Գերմանացի լեզվաբանները արդեն նշում են, որ հայ լեզուն բոլորովին տարբեր է պարսկերենից, արիական որևէ ծագում ունի եւ այլն եւ այլն։ Բայց ջարդից առաջ մեկ էլ հետո որ գալիս են, տեսնում են բոլորովին փոխվում է, ու զգում ես արդեն, որ արտասահմանյան որևէ ազդեցություն կա ակադեմիայի մեջ, հակահայկական, որովհետև մի ժողովուրդն է, որ մնացել է սառցի դարից հետո, որպես կազմավորված ժողովուրդ, իրանց օգուտ ձեռնատու է, որ իրանց կարողանան այդ հողից հանել, դե արդեն ջարդը պարզ է, 75% հայ ժողովրդի վերացավ, ուզում էին կամաց դա վերացնել, որովհետև հենց հայերն արդեն որ վերացնեն այդ հողից, արդեն իրանք կարան գրավեն ինչ որ ուզում են, թուրքը կարա ասի այս իրերը, արտիֆեկտները հայկական են, թուրքական են կամ իրենցն է ավելի կարան արմատավորվեն։ Սա է հիմա հարցը։ Մենք պետք է առաջին իմանանք, թե որտեղ է սխալը գրված, ու մենք կարողանանք դա վերցնենք, ուղենք ու հայտարարենք աշխարհին, որ գիտեք, այս գիրքն է, այս էջերում սխալ է գրված, որովհետև եւ ահա այս գիտության կողմից դրված փաստերը։ Ամեն գիրքը մենք այդպես պետք է մոտիկանանք։ Շատ լավ, այդ գիրքը որ հայտնագործել եք ու մի անգամ էլ բարձրաձայնենք հեղինակին։ Armenian mythology հեղինակ Անանյան ասեցի։ Գրողը անունը Մարտիրոս Անանիկյան։ Անանիկյան, Մարտիրոս Անանիկյան։ Ծագումնաբանությունը նայել եք, ինչ է գրում դրա մասին։ Որտեղ եթե 24 թվի ծագումնաբանություն, ինչ ով է, որտեղից առաջացել։ Դե ինքը ասում է, որ մասնագետ է Թուրքիայի այդ ռայոնի, ասենք թե պատմությանը, արաբական գրականությանը, մի քանի լավություն արել է հայ ժողովրդի համար, ասենք թե տարբեր հնագույն աստվածաշնչի վերաբերյալ որևէ հայտնաբերություններ, ասենք թե առաջ է բերել, որ կորած է եղել եւ այլն եւ այլն։ Դա հասկանալի է եւ շնորհակալություն ենք մենք հայտնում, միաժամանակ այս նախադասությունները, որ մարդ գրում է, արդեն ընդհանուր հայ ժողովրդին դու քո քահան ես անում իրենց հողից։ Մույս բաները արդեն երկրորդական են լինում իմ կարծիքով։ Վան ծննդյան թիվը հայտնի չի։ Ծննդյան թիվը նա ծնվել է 1875 թվականին եւ մահացել է 1924 թվականին։ 49 տարեկան է եղել։ 49 տարեկան։ Չի գրում։ Ըստ գրում է, որ ինչ որ հիվանդությունը թե ռակ է ունեցել, թե որևէ մի բան։ Դե անապատներով որ մարդ քայլում է արդեն պարզապես շուտ կհիվանդանա, նույն բանը Տիգրան Մեծի մոտ։ Բայց պատկերացրեք այդ մտայնությամբ սկզբից ինքը հայամետ է եղել, դաստիարակվել է 75 թվին այդ շրջանա, որը որ այո, անշուշտ, բայց կարծեմ հայտնվել է այն ժամանակ, որ հայկական տարածքները արդեն դրված էր ռասելյան, ոչ թե ռասելյան Աբդուլհամիդի կողմից։ Աբդուլհամիդի չէ, սիոնական կենտրոնների ուշադրությունը դարձրեցին պատմությունը հատկապես այդ մասում ջնջելու համար։ Ասենք Անատոլիա հռչակել տարածքը բնակիչներին հայտարարել եկածներ եւ այսպիսի բաներ եղավ, չէ։ Անշուշտ։ Հետևաբար այս երիտասարդը 25 տարեկան հասակում կրթվել է միանգամից մտել է այդ դրության մեջ։ Եվ եթե ինչ կլիներ, եթե հանկարծ նա 49-ում չմահանար, ստեղծեր այսպիսի մի հսկա ծավալ գրականություն, մենք էլ տակից դուրս չէինք գալի։ Պետք է ասել, որ հայ Աստվածը իր գործը արել է այդ մարդու նկատմամբ։ Հասկացել է, որ սրա գործերը իր նպաստ չեն հայության եւ ընդհատել է 49 տարվա մեջ։ Այս որ աշխատությունը երբ է գրել, հայտնի է թիվը։ Այս մի գիրքը նորից է տպագրվել 2010 թվականին, բայց ես կարծում եմ, որ սա գրվել է մոտավորապես 1921 կամ 22 թվականների կողմերը։ Որովհետև արդեն երևում առաջի հանրապետության պարանը հագցրել էին վզից եւ խեղդում էին։ Սա այդ թվին գրած գիրք է։ Ասինքն որ հետագայում
ընդդիմադրություն չլինի հայկական պետության ստեղծման հետաքրքրվելու համար, որ դուք իրավունքներից զրկված եք։ Սա շատ համընկնում է Պրոմեթեոս ուխտի առաջացմանը, երբ որ արդեն Աթաթուրքը նստեց եւ հայկական կուսակցություններից որոշները, ասենք, միացան Աթաթուրքին թուրքական ազդեցությունը տարածելու եւ հայկականությունը լրիվ ջնջելու համար։ Հենց այս գիրքը այդ ժամանակ է ծնվել։ Շատ մեծ գործ է կատարել, որտեղ կարծես թե այդտեղ վակուում էր մի ժամանակ, պատճառականություններ չէինք տեսնում։ Հիմա տեսանք, որ այս մարդը աշխատել է այս ուղղությամբ։ Եվ բացի դրանից, սրա պոչից կախվել են արդեն այսօրվա ամերիկյան հայագիտության ամբիոնների կարկառուն ճակերտավոր գործիչները։ Սա նրանց կնքահայրն է։ Եվ Ռիչարդ Հովհաննիսյանն է սրա աշխատությունների վրա նստել, թե չէ որ ասում ես որտեղից առաջացավ, դու սկզբնաղբյուր ես գտել եւ հայտարարեցի, որ ցեղասպանությունից արդեն 15-20 տարի առաջ հակահայկականության ուժեղ ցանց է կատարվել, անհայտ պատճառերով, չգիտենք ինչա։ Դե նայեք, եթե մենք նայում ենք ցեղասպանությունը, որ կատարվել ջամի եթե որ կար, իրանց մեծնամասնությունը ծագումով իրանք ջհուդ էին, եվրեյ են։ Այո։ Քերեն Արմսթրոնգը, որ գիրք գրեց վերջի մի քանի տարի առաջ Աստվածի պատմություն այդ վերնագրով, ինքն նաև նշեց, որ իրանք թուրքերի կամ ջահել թուրքերի, ասենք թե գլխավորները, իրանք ջհուդ էին։ Ուզում ասեմ, դա հայի ստեղծագործություն չի հասկանում, եք արդեն ուրիշ ազգեր են դա արդեն գիտեն։ Բայց երբ որ հարցը գալիս է այս գրքին, սա իրոք արմատախիլ է անում հային։ Դրա համար ես մի քանի անգամ շեշտեցի հայկական դիցաբանության կարևորությունը հայ ժողովրդին հասկանալու համար, որովհետև մենք դիցաբանությունը որ հասկանանք աշխարհի, հայ ժողովրդի հենց պատմաբանությունը մենք 50% արդեն իմանում ենք միանգամից, որովհետև առաջերտին մենք հայերեն լեզուն գիտենք ու կարողանում ենք մեր հայկական դիցաբանությունը ավելի լավ ձևով պարզաբանենք Հնդկաստանի կողմից, թե Եգիպտոսի կողմից շատ հեշտ ձևով։ Ու ինքը որ ասենք թե բառեր օգտագործում, ասում է սա անպայման պարսկական բառ է, մույսը անպայման պարսկական բառ է, օրինակ Paradise ասում է պարտեզ եւ ասում է պարսկական է, անհնարի մի բան է ստացվում։ Պարտեզը մեր պարտեզն է, դա Paradise եղավ։ Ոնց են կարողանում դա կպցնել, որովհետեւ 18-րդ 19-րդ դարում այսպիսի ռոմանտիկ մի ժամանակ եկա, որ բոլորը գնացին Պարսկաստան անալիզ անելով իրանց գրականությունը եւ այլն։ Շատ մարդիկ հայերեն չգիտեին։ Եթե հայերեն իմանային, ահագին պարսկական բառեր երբեք չէին ասին, որ ասենք թե պարսկական է եւ հայկական է, այս դիցաբանությունը պարսկական է, այդ լեզուն էր պակասում։ Դրա համար է ասում միշտ շեշտում եմ, որ կարևորը ոչ թե հայ լինելն է, այլ հայերեն իմանալն է։ Հայերեն որ իմացար, արդեն ահագին սխալներ կա դու կարաս ուղես շատ հեշտ ձևով։ Մենք կարանք ասենք հայերս, որովհետև Արամազդի միայն Արամազդ մենակ հայկական ծագում ունի, պարսկական չի կարող ունենալ, որովհետև առաջերտին 2003 թվականին, որ Անգլիայի մեկը Նյու Զելանդի գիտնականները հաստատեցին, որ հայերենի մեկը պարսկերենի լեզվի տարբերությունը մոտավորապես 3-ից 4000 տարի է։ Հայերենը պարզ ավելի հին է գնում։ Ես անձնապես այդ կնսնի հետ ես email-ով կապնվեցի, ինքը ասեց, եթե ես ավելի լավ հայերեն իմանայի, մենք կարանք հայ լեզուն ավելի հին տանել ավելի, կարանք տանենք 8-9 տարի։ Հիթիթներին է կարանք ասենք, որ հիթիթների լեզուն էլ է հայկական ծագում ունի։ Բայց ասեց, քանի որ մենք ուզում ենք զգույշ լինենք եւ գիտության կողմից տրված այս գրականությունը պետք է տպագրվի գիտության աշխարհում, մենք պետք է զգույշ լինենք այդ բանով, նա զգույշ լինելով էլի հայ ժողովրդի պատմությունը կամ լեզուն տանում է 7-8 տարի։ Միայն զգույշ լինելով, արդեն դա գումարում ենք արդեն ծագումնաբանությունը եւ այլն, արդեն կամաց մենք 12-13 տարին արդեն անցանք։ Միաժամանակ է, որ Պորտասարում այդ տաճարը, որ գտան 93 թվականին, հիմա որ Գոբեկլի թեփե են ասում եւ այլն, դուք տեսնում եք, որ չնայած դա պրիմիտիվ գործ է, միաժամանակ երևում է, որ այդ ժողովուրդը հազարավոր տարիներ իրանք աստղերը նայել են, հազարավոր տարիներ իրանք հետևել են, որ կարողանում են այդպիսի
երկնքի այդ փոփոխությունները եւ այլն մեկնաբանեն եւ դա տրամադրեն այդ քարերի մեջ, հասկանում եք, դա էլ արդեն մեզի առաջ բերում, որ այդ ժողովուրդը գոնե հազարավոր տարիներ այնտեղ է եղել միջև այդ տաճարը սարքվել այդ Պորտասարում։ Հիմա, այո։ Շարունակեմ հետո հարցը։ Շարունակեմ միտքը։ Շարունակեմ։ Մի հատ ուրիշ բան եմ ուզում անպայման ես շեշտեի, մարդկանց հետ, որ ես խոսում եմ, մեկ-մեկ email են անում, ասենք թե կամ Facebook-ով հարց են տալի։ Այս տարբերությունը Հայաստանը կամ հայկական լեռնաշխարհը լինելով քաղաքրթության cradle-ը ոնց որ ասում, ոնց են ասում հայերեն։ Օրրան։ Cradle-ը։ Մսուրը օրորում ես համել մեջը մեծանում է երեխան։ Քաղաքրթության շատ կարևոր է որ ժողովուրդը հասկանա, որ երբ որ ասում են քաղաքրթության կենտրոն կամ մսուր, չի ասում մարդկության սկիզբ։ Ինդո-եվրոպական կամ արիացիների հայ ժողովրդի ծագումի մասին է խոսքը, որ այնտեղից դուրս եկան եւ գնացին Հնդկաստան եւ այլն եւ այլն։ Մարդկության սկզբի մասին չի խոսում այնտեղ։ Այդ տարբերությունը շատ կարևոր է մենք հասկանանք, որովհետև ասում ոնց կարող է լինի, ասենք թե որտեղ այնտեղ ուրիշտեղ ժողովուրդ կար, այո, ուրիշտեղ ժողովուրդ կար, մոնղոլները, մոնգոլոիդները Չինաստանի կողմն էին, սևականներ կան Աֆրիկայում, հասկանում եք, սա արիական ցեղի մասին է խոսքը։ Ու այդ Aryan invasion, որ ասում են այդ նվաճումները արիական, ուզում ասի հայ ժողովրդի նվաճումների մասին է խոսքը, որ տարբեր տեղեր գնացել է։ Հիտլերը այն ձևով էր սխալվել, որ այդ բառի բուն իմաստը չգիտեր։ Իրան սխալ ձևով միացրել այդ արիական սվաստիկայի հետ եւ այդ ժողովուրդը այդ իդեոլոգիայով առաջ գնաց առանց հասկանալու, որ իր մասին չի սա։ Այսի հայ ժողովրդի մասին է։ Եթե ինքը իմանար, թե Գերմանիա բառը որտեղից է գալի, Արմենիուս բառից է գալի։ Գերմանացիները իրենց ղեկավարանը Արմենիուս էր, Հերման, Գերման այդ տարբերակները Գերմանիա փոխվեց, այս Դոյչլանդը որ ասում են նոր բառ է, առաջինը Գերմանիա են ասում։ Արմեն բառից է գալի։ Դա որ ինքը իմանա, ինքը երբեք չէր գերմանական, ասենք թե այրոնը այսքան բարձրացնել, հասկանում ես այս ideology-ով։ Այդ թույլամասությունը ինչ է անում։ 40 միլիոն հոգի մահացավ։ Բայց միգուցե դիտմամբ էր արված այդ, այսինքն սխալ տեղում, սխալ ժամանակ, սխալ մարդու կողմից դրված էր մի բան, որ իրան չի պատկանում։ Դրա մեջ կարող է դիտավորությունը Երևի հիմա ինքն էլ Ավստրիայից էր, Գերմանիայից ծնունդը չէր, ասենք գոնե Գերմանիայում է ծնվել էր, Ավստրիա էր ծնվել։ Իր հայրի մասին ոչ մի բան չգիտենք եւ այլն, խորտ հայր է ունեցել։ Հիտլերը ազգանուն Հիտլերը չի, Շիկլգրուբերը։ Իր Հիտլերը ուրիշի ազգանունն է։ Իր իսկական ազգանունը Շիկլգրուբերը։ Պատկերացնում եք հայրը Շիկլգրուբեր ասենք, չէ՞ լինի, չէ՞։ Բայց ոնց որ լրիվ հայր Շահգլդյան, այդպես է հնչում, չէ՞, Շիկլգրուբեր Շահգլդյան, որ ազգանունն է։ Ման հիմա տեսեք ինչ եմ ասում, լավ խոսում ենք էսրա վերաբերյալ։ Հիմա մի քանի հարցեր, որը իմ մեջ առաջացել է, երբ որ միասին զրուցում էինք։ Այ դու մտել ես մի տարածք, որը մեզ երբեք չի պատկանել։ Մեր գիտնականներից ոչ մեկը այդ արահետներով չի քայլել։ Պարզապես հիմա բախտներս ներել է, որ դու հայտնվել ես Ամերիկայում, պահպանել ես հայկականությունը, հայերենը գիտես, խոսել չեմ ասի, գրելը չգիտեմ ինչ ձևի է, բայց որ խոսում ես, մտքերդ հայերեն տալիս ես, այնինչ որ անգլերեն ես ընկալել, օտար լեզվով։ Եվ դա հասկանալի է, բոլորիս ընկալելի է։ Հիմա տես, եթե դու չմտնեիր այս տարածքը, մնայիր Երևանում եւ այն շոուների մեջ, ասենք վիտամին ակումբի մեջ խաղայիր թրաշը թողած, կամ պարեիր, կամ ինչ որ բաներ անեիր, տեսար ինչ մեծ կորուստ կլեր, չէ՞ մեզ համար, որովհետեւ դու հատկապես եկել ես Հայաստան քո ընտանիքով, եւ այդ ընտանեկան պտուղը տվել է Վահան Սեթյանին, որը մտել է անգլիական դաշտ, այնտեղից հանել է Մարտիրոսին, Անանիկյան Մարտիրոսին։ Հիմա մենք խոսում ենք սա ով է, կարծես ես ինչ թվին ոչ մեկը չգիտի դա ով է։ Դուք պատկերացնում եք,
Եթե հանկարծ հայ պատմաբանները Հայաստանում ակադեմիական համակարգերը իմանային, որ այդպիսի բան կա, կհարցակվեին, բայց քանի որ տեղյակ չեն, լռությամբ իրանց հոտը քաշել են էսկոմ, քաշել են եկոմ, երևացել է Ռիչարդ Հովանեսյանը, Ռասելն է, Պիտեր Քաուն մեդալներ ստանում, բայց տեսեք սրա մասին ոչ ոք չգիտի, դու հայտնաբերել ես, հիմա այս հայտնաբերությունը բերում է մի հատ sense երթևության, ամբողջ հայ ակադեմիական միտքը պատկերացում չունի, թե Հայաստանի մասին եւ Հայաստանի պատմագրության վերջի 100-ամյակում օտար լեզուներով ինչա գրված, որովհետև կարդալ չգիտեն։ Օտար լեզուներով կարդալ չգիտեն, ընկեր, ամբողջովին կենտրոնացել են, որ իրենց գրությունները, պաշտպանությունները մի կերպ թարգմանեն օտար լեզուներով մարդ ճարեն, որպեսզի աշխարհը ճանաչի մեզ։ Այս ամբողջ թեորիան։ Աշխարհը մեզ ճանաչի, այնինչ աշխարհը վաղուց իրաց ճանաչել է, ու մի հատ էլ գերեզմանա քար է գլորում, որ դնի վրեն։ Հիմա դու էդ ես ասում, այս հաղորդման ժամանակ ասում ես, քեզ մեզ ճանաչել են։ Ճանաչելուց հետո մեր եղած չեղածը փոխում են, փոսնել փորել են։ Դու ես գուժն ես բերում մեզ։ Ասում ես, որովհետև ես կարդացել եմ դրանց ամբողջ գրքերը եւ միտքն ու ծրագիրը, ահա ձեզ փաստում ես։ Մենք տեղյակ չենք, հասկանում ես։ Մենք եւ փորձում են այսօր ամեր ակադեմիականները կամ մարդիկ, որոնք սիրողական մտնում են, աշխարհին ապացուցեն հայի ով լինելը, աշխարհին։ Տեսակ ինչ եղավ, աշխարհը գիտի արդեն մեր 740 կլա նշում, արդեն մեզ ինչ արել է։ Մենք էլ ուզում ենք իրան ապացուցենք, թե մենք ով ենք։ Սխալ ճանապարհի վրա չենք։ Եվ ինչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք։ Առաջերտի իրոք մենք պետք է որպես ժողովուրդ մենք զարթնենք, տեսնենք թե մեր կողմը ինչա կատարվում։ Այսինքն մենք չենք կարող անտեսենք այս բոլորը միաժամանակ աշխարհին ասենք թե ինչի մեր ժողովրդին չես ընդունում որպես հին ժողովուրդ։ Ամբողջ աշխարհը այս բաներն է կարդում։ Հետո գալիս ասում ես, որ այնտեղ մենք գոյատևել ենք 12000 տարի, ասում է հայ պատմաբանը Մարտիրոս Անանիկյանը գրել է, որ դուք եք Ուրարտուն քանդել փշրել եք, վերցրել եք, ձեզ ոնց հավատանք։ Այս բաները միջև որ չուղղվի, գրքերը որ չգրվի, չհայտարարվի, սա շարունակվելու է գնալը ու արդեն քարացած վիճակում է հիմա։ Մենք մուրճ ունենք։ Այդ մուրճը, որ այս քարը մենք կարանք քանդենք, ունենք արդեն, դա գիտությունն է։ Քան անգամ ես նշել եմ արդեն։ Գիտությունը արդեն մեր վահանն է, մեր դաշնակիցն է, մեր գավազանն է, մեր ամեն ինչն է։ Մենք առանց նացիոնալիստիկ ձևով, ուզում ասեմ շատ կարևոր է, որ հայը շատ չլոթիանա, նացիոնալիստիկ իրան չներկայացնի, հասկանում եք, դա արդեն մեծ պատ է շարում այդ մարդկանց դիմաց։ Ընդհակառակը, շատ համեստ ձևով մենք կարող ներկայացնենք, թեկուզ 5 հատ գիտության կողմից տրված ես փաստ եթե ներկայացնեմ, ինքը ուզած չուզած պետք է սա արդեն ընդունի։ Եթե չընդունեց, արդեն կամ թշնամի է, կամ ինքը այդ նշել եմ թերարժանության բարդույթի մեջ է, որը որ չի ուզում դա ընդունի, բայց դա իսկությունից բոլորովին տարբեր մի բան է, ճշմարտությունը մնում է ճշմարտություն, ինչ ուզում ես արա, մնալու է նույն բանը։ Մնում է մենք այդ գիտությունով մենք զինվենք եւ գնանք առաջ, շատ հասարակ մի բան է, շատ ենք անտեսում այս բաները, մոռանում ենք, չեմ ուզում հետաքրքրվենք, հետաքրքիր չի եւ այլն, բայց չեն հասկանում, որ մի հատ մեծ, մի հատ գեղեցիկ, մի հատ աշխարհ է բացվում, երբ որ մենք կարողանում ենք այս սխալները ուղենք, մի փոքր սխալ ուղեղով, չէ, սխալը ուղելով, ավելի գեղեցիկ ու ավելի ճիշտ ձևով է տրվում այս հայ ժողովրդի պատմությունը։ Ոնց բացատրեմ, ես ձեզ մի հատ օրինակ ասեմ, էլի թռնում եմ ուրիշ թեմայի, բայց շատ հասարակ ձևով մենք կարանք, հիմա այս մի բան է, 8, ճիշտ է, 8, սա ինչ է, հավերժական նշանն է, հավերժական նշան, անսահմանության նշան, մաթեմատիկայի հավերժական նշան է, 8-ը ինչ նշանակություն ունի, շատ մեծ, ինչ ենք ասում ենք էյություն, ճշմարտ ություն, շնորհակալ ություն, ությունը
Ությունը 8 նշանակում է դրա համար Ալեքսանդր Վարպետյանը էություն է միշտ շեշտում այդ մասնախոսքը որ հավերժական որևէ մի գաղափար 8-յուն Տիգրան մեծը իր գլխի աստղը քանի հատ նշան կար 8 հայերեն 8 են ասում անգլերեն 8 են ասում գերմաներեն 8 են ասում իտալերեն 8 են ասում իսպաներեն 8 են ասում նույն 8 բառն է այդ բոլոր ես լեզուները որ ձեզ ասեցի ամենահինը հայերենն է 8 after 8 տարբերակը 8 հիմա ձեզ ցույց տամ նեփը այս գիրքը փարավոների գանձերը այդ 8 նշանը եթե պատկերացնում եք Տիգրան մեծի որ 8-ը կա իր այդ կոպեկի վրա որ տեսնում եք 8-ը նայ նույն 8-ը այստեղ կա տեսնում եք Այսինքն թվերի աստղիկների քանակը Հա 8 հատել է նույն ձևի նույն այդ 8 աստղը որ կա 8-ը նույնը այդտեղն է նույն ձևի ու դա վզնոց է 8-ը որ ասած ու փարավոնները շատ կապ ունեն այդ 8-ի հետ ու հենց փարավոն բառն էլ է հայերենից գալի փուր բառից է հուրը չէ հուր ար փուր փարավոն pyramid Փուրը նայել է հուրը, կրակետ կապ ունի, անգլերեն ասում որ մեկը ջղայնում, ասում են furious, fur, fire, դնում ես fire կրակ եւ այլն։ Այդ բառը, այդ տարբերակները ոնց որ ուզում ես անես, չի փոխում։ Դա նշանակում է հայերենը, որ իմանաս արդեն շատ Անջան, արի սենց անենք։ Մենք այս մեր հաղորդումների ժամանակ ոչ թե փորձենք public-ին գիտություն տանք հայերենի մասին, մեր տեսակի մասին, այլ փորձենք կազմակերպչական աշխատանքներ կատարել։ Նախ ճշտենք ուղղությունը, ուր ենք գնում, ում հետ ենք գնում, ինչ ենք անելու, եւ այսպիսի բաներ հարցեր դնենք, որպեսզի հիմա տեսեք, ձեզ պետք է դաշնակիցներ, մարդիկ, հայեր, որոնք դու ցուցադրեք ուղղությունները, նրանք ուսումնասիրեն օտար լեզուներով, ուրեմն օտար լեզուներով մասնագետներ են պետք, չէ, Հայաստանի օտար լեզուներով, ամբողջ օտար լեզուներ են սովորում հիմա Հայաստանում, բայց մի վատ նպատակով, որ սովորեն, թռնեն Եվրոպա, Ամերիկա եւ այնտեղ ճաշարան բացեն։ Հասկացաք ինչ է կատարվում, գրին քարտ շահեն, ուսման գան եւ հետո անհետանան։ Հիմա այդ մարդիկ, որոնք հասել են ինչ-որ մի մակարդակի, շատ կարևոր են, այգու կյանքի վիճակը ցույց տվեց, որ դու այսքան տարեկան ես ընտանիք ունես, նրանք այդտեղ էլ չեն հասել հələ, բայց նետվում են կորչելու։ Դու կազմակերպես, որպեսզի դրանց ունակություններին ուղղություն տաս, թե ինչ անեն, նրանք անպայման կմիանան, որոնք լեզուներ գիտեն։ Տեսեք Ֆրանսիայում մենք հայեր ունենք, որոնք դուրս են եկել տարիներ առաջ, անցել են ուսման բոլոր process-ները, ֆրանսերեն լավ գիտեն, հայերեն էլ լավ գիտեն։ Սրանք ինչ պիտի անեն։ Ուրեմն դուրս է գալիս, որ սրանք պետքա մի խնդիր ունենան։ Առաջինը, արդեն մեր մազին տարբեր լեզուներով հերյուրանք, հայոյանք, ստախոսություն եւ հակագիտական բաներ են տարածել։ Հայտնի է ճակատի գիծը։ Սա ռազմաճակատի գիծն է։ Առաջի գծում դուք եք կանգնելու։ Դուք, որոնք գիտեն օտար լեզուները, որպեսզի կրակը դիմավորեն եւ հակադարձեն։ Այ մեր տգետ զանգվածը, ես ներկայացնում տգետ զանգվածը, որը ոչ մի բան չգիտենք։ Անուժ, անկարող վիճակի մեջ է։ Եվ այդ տգետ զանգվածը հիմա ինքնասպանություն կատարելով Հայաստանից դուրս է նետվում, որը կոչվում է արտագաղթ։ Գրագետ զանգվածը լեզու սովորելով արտագաղթ չի կատարում։ Նա կամաց մտել է Եվրոպա, Ամերիկայի մա ուսանողների եւ գիտաշխատողների տեսքով։ Այգու բանակը դրանք են, որոնք լեզու գիտեն, դրանք պետք է հանել։ Մարտական չի, որ կուրսի մեջ եղեք, դրությունը այսպիսին է, շարվեք, այս ձեր գործն է։ Իմ գործս հետեւյալն է։ Քանի որ ես թիկունքում եմ, կռվելու ունակ չեմ ձեր շարքերում։ Ես պիտի ասեմ, որ թիկունքի մարդիկ, որը կոչվում է հայ ժողովուրդ, որը Սփյուռքի եւ Հայաստանի տգետ пассив մասն է, որին ինչ ասես անմիջապես ուղղակ խառնվի է։
Այս մասին պետք է ուսուցողական աշխատանք կատարվի, որովհետև սրանց շարքերում կամ թիկունքի թուլությունը ազդելու է ձեր վրա, որ դուք կռվում եք մեր ընդհանուր ինքնությունը հաստատելու եւ պաշտպանելու վրա։ Մենք որպես թիկունքի լացողներ եւ գոռացողներ միշտ փանիկ ենք ստեղծում, փախուստի տրամադրություն, որովհետև ամեն ինչ վախենալի է մեզ համար, մեզ այդպես են մատուցել։ Ուրեմն իմ խնդիրն է, ինչ անել, ձեր խնդիրն է ինչ անել։ Ես գտնում եմ, որ հատկապես քո աշխատությունները պետք է արագ թարգմանվեն հայերեն, ինչ որ դու գրում ես, բրոշուրներ, հոդվածներ, անգլերեն ես գնում, չէ՞։ Այսինքն այն մարդիկ, որոնք քո ճակատի վրա կանգնած են, որ հակառակորդին պիտի անդրադարձնեն, այդ անդրադարձած ամեն ինչը թիկունքի մարդիկ իմանան, թե ինչա ճակատամարտի դրությունը, դուք ինչ լսեցիք, ինչ պատասխանեցիք, եւ դա հայերեն լինի։ Հասկանում ես, որպեսզի նրանց մեջ առաջանա առողջ թիկունք ունենալու հակումը, առանց դրա չեք կարող դուք ոչինչ անել։ Ուրեմն ձեր աշխատությունները պետք է շատ արագ կերպով թարգմանվի հայերեն։ Հայ գիտնականների աշխատությունները արագ կերպով անգլերեն թարգմանելու կարիք չկա, հասկացեք, որովհետև դա նշանակում է գնալ նրանց ականջին թռուցիկ բաժանել, որը այդ գիտեն իրանք։ Նրանք գիտեն այն ինչ որ դուք պիտի ապացուցեք, շատ լավ գիտեն, նրանք հակախաղ են խաղում, ուրեմն դուք պետք է կռվեք հենց անմիջապես նրանց խաղի դեմ, առանց որևէ բան ապացուցելու։ Եթե նրանց մեջ կլինեն, որ կօգտագործեք, կարելի է, բայց սկսել դրանց ապացուցել մեր հնությունն ու 12,000-ամյա ինչ որ հոդվածներ գրել, թարգմանել, որ դրանք լսեն, խելքի գան, մոռացեք այդ իրանք մեզնից լավ գիտեն։ Քանի մենք դեռ չենք ձևավորվել 70 տարի է, նրանք 100 տարի ամբողջ հայկական իրականությունը քրքրել են, անուններով, դարձվածներով, ամեն ինչով։ Նաև տեսեք, բոլոր աշխատությունները օտար լեզուներով են մեր դեմ։ Հետևաբար ձեր խնդիրն է, ձեր աշխատությունները տալ հանրությանը մայրենի լեզվով, թարգմանած։ Դուք կարող եք, չեք կարող, բայց ես պիտի գոչ անեմ հայությանը, հիմա որ մեզ հաղորդումը լսում են, նրանք, որոնք գիտեն անգլերեն եւ հայերեն, անգլերեն եւ հայերեն, օգնեն այս գործում, աշխատությունները վերցնեն ձեզնից, որոնք մեր լույս աշխարհին հաղորդում լսում են, չէ՞, եւ տունը անկախ տարիքից չասեն թե ես մեծ եմ, մինակ դիտող եմ։ Ոչ։ Կարդում ես անգլերեն, այդ քո գրածները, հայերեն թարգմանի, հայերեն տպի։ Չգիտես կամպյուտերից օգտվել, սովորի, ուշ չի։ Եվ այն մարդիկ, որոնք այս երկու լեզուներով կարողանում են ինֆորմացիան թարգմանել մեկը մյուսին, հիմա հակադարձն է պետք։ Հակադարձը թարգմանել հայերեն, ոչ թե հայերենից անգլերեն։ Հայերենից անգլերեն դուք պիտի անեք, Վահան։ Հայկական պատմագրության մեջ մեր, որոնք փորձում են կռվելու չեն կարողանում, որտեղ լեզու չգիտեն։ Դրանց ամբողջ դրանցով զինվեք, որոնք անգլերեն չեն, եւ դուք կռվեք դրանցով արտաքին թշնամու դեմ։ Այդ ժամանակ կհաղթեք։ Ուրեմն մեզնից, մեր անզոր վիճակից վերցնում եք նրանց, որոնք որ ձեզ զորակից կլինեն, իրենց գրած հայերեն աշխատություններով, դրանով դուք կուժեղանաք եւ դրանց հախից կգաք։ Եվ ես ոչ կանեմ մեր հայությանը, որպեսզի իրանք թարգմանիչներ դառնան, ոչ թե դառնան կան, անգլերենի դասատու է աշխատել, հայերեն գիտի լավ, հայերեն լավ իմանալ է պետք, անգլերենը գիտի, ձեր աշխատությունները, այդ դու որ ստեղծել ես, թարգմանել հայերեն, տարածել հայ ժողովրդի մեջ, կարդան հայ ժողովուրդը, հենց որ կկարդա, ինքը կզինվի իմացությամբ, այս մեր հաղորդումների վրա ժամանակ գիտեք ինչքան մարդա ոգևորվել, որովհետև հասկացել է, նոր հասկացել է, որ ինքը ինչ ուժեղ է, բան չի երսնս լքված, ինչի էր անտեր, վերացել է այդ բանը, հիմա ինքը իրան հրամանատար ազգում և պատրաստ է հրաշներ գործելու, դե տանք այդ հնարավորություն իրան, միայն ճանապարհը էս է, հայերեն իմացող և անգլերեն իմացող թարգմանիչները, ձեր աշխատությունները, եթե կլեն Ֆրանսիայի դպրոցում պայքարողներ, նրանց էլ թող իրենք անեն, այսինքն ժողովրդին, հայ ժողովրդին տան, ինչ է կատարվում իրականում,
հայոց դեմ աշխատող այս օտար ճակատում։ Ճշմարտությունը հենց այդպես չի երևա։ Կռվի մեջ կերևա, ով է մեզ բարեկամ, ով է մեզ թշնամի։ Այս բանը որ բացվի, մենք կողմնորոշում կունենանք։ Ինչ անենք։ Ուրեմն առաջի խնդիրն է։ Ձեր աշխատությունները հայերեն լեզվով մատչելի դարձնել public-ին, հայ հասարակությանը Սփյուռքում եւ Հայաստանում։ Դրանից հետո տեսեք ինչքան բան կփոխվի։ Որովհետեւ մեր անգլուխությունը, որ ասում ենք մենք տեր չունենք, պայմանավորված է նրանով, մենակ որ իսկապես չկա այն մարդը, որը կառավարի է սաբերը։ Հիմա դու հայտնվել ես։ Դու չիմաս դեռ շուտ ես եկել։ Քո տարիքին ըստ ավանդության Քրիստոսը ավարտեց իր գործնեությունը Երուսաղեմի պողոտաներում, գնաց վերին Երուսաղեմ։ 34 տարեկան ես, ուրեմն նույնիսկ ուշ է պիտի ասել, բայց ուշ չի։ Արդեն ընտանիք ես ստեղծել, թացը չորից ջոկում ես, աշխատանք ունես, գիտնական ես, մնում էր այս ամենը բերել հասարակության առաջ բռնել եւ ասել, ահա հայ ժողովուրդ, ես է դուք, մտածեք ինչ անեք, ես եմ մտածեցի, ասեցի առաջի քայլը աշխատությունները թարգմանել։ Հիմա կամավորներ կհայտնվեն, որպեսզի ասեն, այո, Վահան Սեթյան, կապնվեն իմ հետ, ձեր հետ ոնց կլի նամակներով, ուղարկեք ձեր աշխատությունները, մենք կթարգմանենք, կհանձնենք լույսին, ամեն օր մի 2 էջ, հերիքա։ Լույսը կդնի իր էջերում, բոլոր մարդիկ կկարդան, թե վերջը ինչ ես ասում, որտեղ այս խոսքը բանավոր է գնում։ Մենք կուզենք որ գրավորելի որ տարածի երիտասարդությունը հիմա առաջացել 18-20-25 տարեկան փողոցներում պարապ բաներով են զբաղված, որովհետև գլուխ չկա։ Սրանց պետքա զորականչի տանել։ Եվ մենք անպայման տեղ կհասնենք, եթե կազմակերպենք։ Մնացածը սա սուտ բան է, մնացածը հեռուստա հաղորդում խոսակցությունը։ Լավա գովազդել չունենք, եթե սկսենք գովազ խառնել, թե սպասեք չեղավեսի։ Ես կարծում եմ, ես իմ առաջարկը ընդունվում է կողմից, եթե չեմ սխալվում։ Շատ լավ առաջարկը, իմ երկրորդ գիրքը շուտով կտպագրվի, ավելի լայնածավալ կլինի տարբեր թեմաներով, այս ինչ որ ես շոշափում այնտեղ է լինելու ավելի խորը ձևով, ավելի բարդ ձևով, միաժամանակ ավելի պարզ ձևով, որ մարդիկ կարողանան ընդունեն։ Իմ մի քանի գրավորը շատ հետաքրքիր ձևով ինտերնետով գտնվեց armenianworlds.com ես մի հատ speech էի տվել հայ եղեռնի համար մի քանի ամիս առաջ Արիզոնայում այնտեղ հիմա դրված է իմ speech-ը YouTube-ը կա հիմա ես միայն վերջերս ես մի հատ ոնց եմ բառը ասում տրամաբանական մի հատ ապացույց ես ձեռք բերեցի հայ ժողովրդի համար, որը որ հիմնված է գիտության վրա, եւ ես դա միջև արտահայտելս եւ միջև այդ armeniansworld.com գնալը ես ներկայացրեցի Փիթեր Պոգոսյանին, որը գտնվում է Օրեգոնի համալսարանում, ինքը 30 տարվա փիլիսոփա է, կարող է իրան չիմանաք, բայց հիմա ամերիկյան TV-ով շատ են իրան ներկայացնում, իրան ուզում են փոխանակեն Քրիստոֆեր Հիչենսով, որը որ ինքը ժուրնալիստ էր բրիտանացի, մահացավ անցյալ տարի, իրան կարծում են, որ Փիթեր Պոգոսյանը արժանի է փոխանակելու իրեն, մահացավ նա, իմը ինք գրավորը կարդաց 2 էջեր, ինքը ինձ հետ ուղարկեց, ասաց ես որևէ մի թույլ կողմ չեմ տեսնում այս տրամաբանական ապացույցին։ Հիմա սա արդեն հերիք է, իրոք խոնարհվելով, ասենք մեր հայ հանճարներին եւ պատմաբաններին եւ գիտնականներին, ես սա ավելացնում եմ մի հատ ուրիշ մի հատ ապացույց, որը որ տրամաբանական է եւ մենք ոչ մեկ չկա արդեն փախնի սրանից։ Ուզած չուզած պետք է ընդունեն, որ հայ ժողովուրդը համ այնտեղի բնիկ ժողովուրդ է եւ իրանց պատմությունը 12000 տարից ավել է, որտեղ հիմնված է ցակոբնաբանության համեմատական լեզվաբանության վրա վերջացավ։ Այո։ Սա այդ վերջակետներ, որ մեզ պետք էր, որ մենք կարանք ներկայացնենք, հիմա մենք այնպեսի մեծ մի հատ հիմա ես տնային աշխատանք եմ տվել այդ կեղծարարներին, որ իրանք պետքա նստեն, կարողանան մի հատ հակա տրամաբանական մի հատ ապացույց, որ կարողանան այս սխալ անեն, չի լինի։ Ոնց որ մեկը գա ձեզ ասի, այս ապացույցը նայեք, մեկին գումարած 2 չի լինի, չէ՞, մեկին գումարած հավասարը 2։ Հիմա սա է, ես ներկայացրել եմ, հիմա իրանք թող գնան իրանց գլուխը պատի տան, տեսնեն թե ինչ պետք է անեն, որ կարողանան լավ ասի պատի տան։
Պատի քիչ ասա գլուխը տալեն խփեն չինական պարսպին մինակ այդ կդիմանա Ներողություն բառը չեմ գտնում, բայց ուզում ասեմ այս սա լինելու այս երկրորդ գրքի մեջ որ տպագրելուց հետո մոտավորապես ես հաշվեցի մոտավորապես 250 էջ լինելու այս մի գիրքը բաժանվելու է 5 chapter-ի անգլերեն է գրված չէ բայց այո անգլերեն է գրված հիմա տեսակ որ այդ պետք է հայերեն թարգմանվի նաև ես քանի որ արդեն մաղթանքները ստացել եմ տարբեր գիտնականների կողմից մի քանի հոգի արդեն կարդացել են իմ ամենակարևորը փիլիսոփաները որը որ մոտիկ է ասենք թե տրամաբանության Եթե տրամաբանության կողմից մենք արդեն հաստատված ենք, մույս բաներ արդեն կամաց ինստինկտիվ կգա արդեն։ Կարևորը տրամաբանությունը ճիշտ լինի, գիտության վրա հիմնված լինի, վերջացավ։ Սա է ուզում ես անպայման հայ ժողովրդին ասեի, որ ես էլ նվիրում եմ այս գործը հայ ժողովրդի համար, կարիք չկա թշնամանանք, ահագին թշնամի արդեն մենք ունենք։ Մենք պետք է միավորվենք, ոչ թե քաղաքական իմաստով եմ ասում, բայց սովորական մի հատ երիտասարդ ուղղակի արտահայտում է սա։ Ես որևէ քաղաքական բան, որևէ մոտեցում չունեմ ու պետք է ինձ պետք չի դա։ Ուղղակի ես իրոք սրտանց ասում եմ, որ մենք շատ թշնամիներ ունենք, պետք է միանանք, պետք է հասկանանք գիտությունը, հայ ժողովրդի պատմությունը, իր դիցաբանությունը, մեր մեղերական դիցաբանությունը մանավանդ։ Մեղերական դիցաբանությունը հիմք եղել քրիստոնեությանը Գնոստիցիզմը, ջուդայիզմը, եգիպտական իրենց կրոնը, բուդդայիզմը, ամեն ինչ հիմնված է մեղերական մեր դիցաբանության վրա, հավատացեք սա։ Դրա համար հեշտ եղավ մարդկանց ընդունելը ռոմանական կաթոլիկություն, որովհետև միթրայիզմ փոխվեց քրիստոնեություն։ Մեղերը ունեցել է 12 աշակերտ, մահացել է 3 օրից հետո հետ է վերադարձել, մեղերը ասել է, որ այս իմ մարմինը կերեք եւ իմ արյունը խմեք, անվերջ իմ հետ կլինեք, նույն բաները ինչ որ Քրիստոսն է, ասենք թե ասել, ոնց որ ասած։ Մեղերը թաղվել է որևէ թումբի մեջ, 3 օր հետո ինքը դուրս է եկել, հասկանում եք, իր այս ինքն էլ բապտիզմ ոնց ասում հայերեն, ինքն էլ կնքվել նույն ձևի ոնց որ Հիսուսի կողմով ուզում ասեմ ինչ որ դուք կարդում եք այդ մանավանդ Հովհաննեսի Revelation-ը որ կարդում եք ամենավերջի գիրքը որ կա դա գրված է մեհերական տեսանկյունով որը որ եվրեները արդեն վերցրել են այդ գիրքը հին ջհուդական գրավոր է որը որ հիմնված է մեհերականի վրա միթրայիզմի վրա որովհետև ամենամեծ վտանգն էր մեհերական կրոնը ջուդայիզմի եւ այլն կրոնների եւ այլն Դա որ մցամեն գմբռնենք կիմանանք արդեն Շատ լավ Վահան մնացել է կանի մի րոպե նայեմ ժամացույցին որովհետև մենք սահմանափակված 2 րոպե ուզում ես ես մի բան պատմեմ երեք նայում էի օլիմպիադան 12 թիվ Լոնդոնից հանկարծ մարզիկներից մեկը կարծեմ ծանրամարտներ եւ բոքսի մեջ էլ կային ձեռքերը sense դրած Ղազախստան էր գոռալ տալիս ժողովրդին նրանք էլ գոռում են Ղազախստան ինքը այդ մարզիկն է ես էլ լսում եմ ստան եկել ասի բայց մենք էլ Հայաստան ենք ասում իրանք Ղազախստան են ասում մենք Հայաստան ենք ասում մեզ սպասի տենանք այս ով ում անունն է ստան ինչ է նշանակում ստան մեկ էլ անցավ մտովս մեկ էս գենետիկական հիշողությունը ինչ անում Ռուսները ստան են ասում, որը նշանակում է ստանցիա, կայան, ստան նշանակում է ապրելատեղ, մենք ասում ենք ոստան բնակավայրին, ոստան ենք ասում, ուրեմն ստան բառը, ոստան բառն է, որտեղ մարդիկ են ապրում, Հայաստան մենք ասում ենք, որտեղ հայերն են ապրում, հիմա նայում ենք, թե մենք որ պետություններին ենք հանկարծ ոստան ասում եւ ազգը նշում մարտերից վրա սկսեցի հաշվել Ռուսաստան ենք ասում Չինաստան Հնդկաստան Ուզբեկստան Կիրգիզստան Ղազախստան Վրաստան Հունաստան հələ տեսեք ինչա դուք Ղրղզստան Ֆրանգստան են ասել Ֆրանսիային դուք գիտեք Լեհաստան եւ ստան ասելով ուրեմն դուրս է գալի հայերը պետություններին տվել են
ապրած ժողովրդի անունով եւ այդ պետություններն էլ ինչ որ ասել են հայերը այլ պետության նկատմամբ այդ անունն են կրկնել դրա համար Կազախստանը Ուզբեկստանը ասում ուրիշ անուն չի տալիս ինքը իրան Ուզբեկստանը ասում Էր հարևաններն են իրան ասում ըստ ես զարգացան եկան որ լեզվաբանության այս ոստան բառը որ կա առաջինը հենց հայկական ծագում ունեցող եւ հարևանների վրա տարածված անունները թե չի պետք է ասենք Չինաստան Անշուշտ ես դա արդեն նշեցի Սեդայի շոումը նշեցի որ ես չեմ բառ ոստանի բացի Չէ, ես ասացի, որ հինդոեվրոպական լեզուն, որ հիմնված է հայ լեզվի վրա, արդեն պարզ է արդեն լինում։ Այդ earth երկրագույնը earth ենք ասում, չէ՞։ Բայց հայերեն art-ն ենք, չի ասում ard, ոնց որ art, որ ասում են դաշտին art չենք ասում ենք։ Earth-ը հենց ard-ն է, ard-ը, այսինքն land է նշանակում, land։ Հայո, Լավ, հենց որ սկսեցինք խոսալ կասեն էլիս 20 գլուխ գովալը, մեր գործը չի, իրանք գիտեն մեր մասին, ստում են, լավ եք անում, մենք կապացուցենք, որ էդի սուտ է, նախ առաջինը մենք իմանանք, հենց որ մենք իմանանք, իրանք ստիպած կիմանան։ Վերջացավ էդ եմ ասում, մենք պետք է զարթնենք։ Սանով ավարտենք, բան, այսօրվա հաղորդումը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեզ շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Ստեսություն բոլորիդ։